Նախորդ երկու բանախոսները ձեզ մեղադրեցին ամենատարբեր բաների մեջ, սկսենք Հայկ Մամիջանյանից, պարոն Ալեքսանյան, ես ներողություն եմ խնդրում, ինքը ձեզ ասաց, որ դուք սուտ եք խոսել երեք ազգային ժողովի ամբիոնից, Բայդենի եւ Սարգսյանի հետ կապված այդ հայտարարության մասին, եւ նաեւ Քրիստինե Վարդանյանը որևէ կերպ չընդունեց, որ երեկվա լարվածության պատճառը Իշխան Սաղաթելյանի պահվածքն էր։ Խնդրեմ մեկնաբանեք։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մամիջանյանը իրականում փոքրինչ սեթևեթել է, ասելով թե ես եմ սուտ խոսել, որտեվ ես չեմ խոսել ազգային ժողովի ամբիոնից։ Ես ազգային ժողովի ամբիոնից ցուցադրել եմ տեսանյութ, որտեղ խոսում է Ջո Բայդենը, հետո թարգմանել եմ Ջո Բայդենի խոսքը։ Այսինքն Հայկ Մամիջանյանը ուզեցել է ասի, որ Ջո Բայդենը ստում է, իսկ Սերժ Սարգսյանը որպես ճշմարտության մի յուրահատուկ մարտիկ, մի սամուրայ ճշմարտության, ասում է ճշմարտությունը։ Օրինակ այն Սերժ Սարգսյանը, որը երրորդ անգամ, եթե հիշում եք, պիտի չառաջադրվեր հանրապետության նախագահի կամ վարչապետի պաշտոն։ Այդ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ստել է։ Ռոբերտ Քոչյանի թիմն էլ պնդում է, թե Ամերիկայի բարձրաստիճան դիվանագիտներն են ստել Wikileaks-ի թղթերում, թե իբր որ երբ որ ասել են, որ Ռոբերտ Քոչյանը ասել է ԱՄՆ նախագահին, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, իր ինքը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում խնդրել, որ չընդունեն ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Մի խոսքով ամբողջ աշխարհը ստում են Սերժն ու Քոչյանը ճշմարտության վերջին մոհիկաններն են։ Հավատացեք Սերժին ու Քոչյանին։ Նրանց ասածը այդպես կարելի է վերաձևակերպել։